Իշխանությունը դեռ չմարսած անիֆում մսխված 25 միլիարդ դրամ գումարը ստեղծել է գումարների ենթադրյալ վատման նոր մեխանիզմ։ Բանն այն է, որ իշխանության վերնախավը հիմնադրել է Enterprise Armenia բիզնես կենտրոնը։ Համաձայն այս կենտրոնի կայքի կենտրոնի առաքելությունն է օտարերկրյա և տեղացի ներդրողների համար ապահովել գործադրությամբ զբաղվելու բարենպաստ միջավայր, դիրքավորելով Հայաստանը որպես ցանկալի ներդրումային ուղղության համաշխարհային հարթակում։ Կազմակերպության նպատակն է ներգրավել օտարերկրյա նոր ուղղակի ներդրումներ և խթանել վերաներդրումները, ապահովելու Հայաստանի կայուն տնտեսական աճն ու բարգավաճումը։ Սա գրեթե նույնն է, ինչ որ խոստացել էին կատարել անիֆի դեպքում։ Անիֆը ևս պետք է իրականացներ տնտեսության զարգացման ծրագիր, սակայն ձախողվեց ամեն բան։ Այսինքն Enterprise Armenia բիզնես կենտրոնը կարճ ասած նոր անիֆ է։ Անիֆի կոռումպացված փորձից ելնելով իշխանությունը իհարկե այս անգամ հոգաբարձուներ խորհրդի նախագահ է ընտրել ոչ թե Տիգրան Աֆինդյանին, այլ հենց ՔՊ կուռք Նիկոլ Փաշինյանին։ Հոգաբարձուների խորհրդի փոխնախագահները Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներն են Մեհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը։ Հոգաբարձուների խորհրդի անդամների կազմում են նախարարներ Դավիթ Խուդացյանը, Վահե Հովհաննիսյանը, Արարատ Միրզոյանը, Գևորգ Պապոյանը, Մխիթար Հայրապետյանը և պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Ծովինար Վարդանյանը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն այս կենտրոնի տնօրեն է նշանակվել Արարատ Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը։ Այս հարցով դիմել ենք արտաքին գործերի նախարարություն, թե ինչպես է ստացվել, որ Արարատ Միրզոյանի կինը Enterprise Armenia բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Նիկոլ Փաշինյանն է։ Պատասխան չստացանք։ Ինքը Աբաջյանը համացանցում այլևս հասանելի չէ, ուստի պարզել չկարողացանք ինչպես է աշխատելու, որ պետությունը անիֆի դեպքի նման խոշոր վնաս չկրի։